Նայեք, այս պատերազմի ժամանակ մենք պարտվեցինք բաներով, այս բայրակտարների։ Ուկրաինայում նույն PVO-ի հնարավորություններով ռուսական երկու շաբաթում բոլոր բայրակտարները խփեցին, վերացան։ Բայրակտարի մասին մենակ լսել ենք պատերազմի առաջի 2-3 շաբաթվա ընթացքում։ Որտեղ մեծեր ռադարները բռնում էին, այդ փոքրերը չեն բռնում ռադարները, բայց դա մեծեր ռադարները բռնում էին դանդաղաշար 150-160 կմ/ժ, ցենց միշեներ PVO-ի համար։ Այդ ո՞նց եղավ, խի այդպես եղավ։ Մենք պետք է առաջի 2 շաբաթում բայրակտարները հարցը լուծեինք եւ ավարտեինք։ Ո՞նց եղավ։ Այ պատճառներից մեկը նա է, որ ասում է, որտեղ բանակը կլուբնիչնի ռեֆորմների process-ի մեջ էր։ Ուրեմն այդ PVO-ն չաշխատեց, խի չաշխատեց։ Խի ամբողջ օդը չփակեցին, որտեղ PVO-ի պատվերը, որ պետքա բերեին, այդ պատվերը փոխել են, առել են սուեր, որոնք ընդհանրապես չեն օգտագործել, բայց լավ սելֆիներ են արել այդ սուերի ֆոնի վրա։ Հիմա սա պետքա սրա մասին խոսալ, թե պետք է չի։ Հիմա գնում են 155 մմ-անոց հարետանիներ։ 155-ի այդ կալիբրը, ասենց ասեմ, ուղղակի դուք մտեք մի հատ Google արեք կամ chat GPT-ով մի հատ հարցրեք, թե ինչ արժի մի հատ բանը։ Մի հատ սնարադը ինչ արժի։ 4-5 հազար $։ Մի պահ գինը թռել էր այս պատերազմի համար, թռել էր մինչև 7-8 հազար։ Ամենից էժանը 3 հազար։ Դուք ո՞նց եք պատկերացնում, այդ ինչքան պիտի բերեք եւ հետո այդ ո՞նց պիտի բերեք։ Ձևն էլ չկա բերելու։ Կամ բաներ կա, որ անում են մարդիկ։ Մեկ-մեկ քեզ հարց է տալիս։ Այս մարդիկ ընդհանրապես մտածում են, թե այդ մտածելու ընդունակությունը չունեն։ Հետո ո՞նց եք այդ հարցերը լուծելու։ Մի բան Ինդիայից, մի բան Ֆրանսիայից, ինչ որ մի անկեղծ ասած չեմ հասկանում։ Դրա սպասարկումը ով է լինել։ Ուկրաինայի պատերազմը ցույց է տվել, որ այդ Ցեզար Կոչեցյալը, որը Ֆրանսիային պատվիրել էր, լավ հրետանի է, չափազանց նուրբ։ Մարտական այդ վիճակում վերանորոգել հնարավոր չէ։ Հենց մի քիչ շարքից դուրս է գալիս, տանում են չգիտես ուր, վերանորոգման համար բերում։ Այդ բազան դուք ստեղծում եք, թե չեք ստեղծում։ Չեն ստեղծում։ Հույս ինչ որ մի բյուջե կա, այդ բյուջեն երևի պիտի ծախսեն, թե ինչ են ծախսում, ով առնում, ոնց առնում, ես հիմա հարցը հետեւյալն է։ Մարտոնակ բանակ, ռազմաքաղաքական դաշնակիցներ, որոնց հետ հարաբերությունները ուղղակի պետք է վերանորոգել, եւ իհարկե տնտեսական զարգացության բանը։ Մենք ինձ